Գոյամարտ հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան դառնա։ Հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը հայկական սերիալարտադրության ոլորտում։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները իրենց կերպարների ասելիքը հասցնում են հեռուստադիտողներին այնպես, ինչպես ցանկացել է հեռուստասերիալի ռեժիսորն ու սցենարիստը։ Գոյամարտում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հերոսներից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքի ամենաբարդ շրջանը։ Եթե նախկինում թվում էր, թե պատմության կենտրոնում սիրային հարաբերություններն են կամ ընտանիքների միջև հակամարտությունը, ապա հիմա պարզ է դառնում, որ իրականում այս պատմությունը ճշմարտության գինն է։ Տարիներով թաքցված գաղտնիքները հերթով դուրս են գալիս լույս աշխարհ, և նրանց հետևանքները սկսում են հասնել բոլորին։ Ամենածանր վիճակն այս պահին անկասկած Լեան է։ Նրա ամբողջ աշխարհը կառուցված էր երկու անսասան համոզմունքների վրա՝ որ սիրում է Լեոյին և որ որքան էլ խիստ ու անզիջում լինի իր հայրը, երբեք նման սարսափելի արարք չի գործի։ Սակայն Հունանի խոստովանությունից հետո այդ երկու իրականությունները բախվում են իրար։ Լեան հիմա այլևս չի հասկանում, թե ով է իրեն խաբել, ով է լռել և ով է փորձել պաշտպանել իրեն։ Նա պատասխաններ է պահանջում բոլորից։ Նա հարցեր է տալիս Հունանին, բայց ստանում է կիսատ խոսքեր։ Հարցնում է Էռնային, հասկանում, որ նա նույնպես գիտեր շատ ավելին, քան երբևէ ասել է։ Նա նայում է Գրիշոյին ու հասկանում, որ նույնիսկ իր եղբայրը գաղտնիքների կրողներից մեկն է եղել։ Այդ զգացումը, երբ թվում է, թե ամբողջ աշխարհը քեզանից ինչ-որ բան է թաքցրել, ավելի ցավոտ է, քան հենց ճշմարտությունը։ Էռնայի հետ նրա բախումը նույնպես պատահական չէ։ Էռնան տարիներ շարունակ ապրել է երկու ծայրահեղությունների միջև։ Մի կողմից Հունանի հանդեպ հավատարմությունը, մյուս կողմից Ավոյի հետ կապված բարդ զգացմունքները։ Նա վաղուց գիտեր, որ իր եղբայրը կատարյալ մարդ չէ, գիտեր նաև Ավոյի մութ կողմերի մասին, բայց Լեայի համար հիմա դա նշանակություն չունի։ Նրա աչքերում բոլորը դարձել են նույն ստի մի մասը։ Մյուս կողմից Լեոն առաջին անգամ իսկապես կոտրված է թվում։ Նա միշտ եղել է պայքարող, համառ, պատրաստ մինչև վերջ պաշտպանելու իր սիրած մարդուն։ Սակայն այս անգամ հակառակորդը ոչ թե պարզապես Հունանն է, այլ անցյալը, այն անցյալը, որը խլել է իր հորը։ Մանանի կերպարն այս փուլում նոր իրականությանն է բախվում։ Նա վերադարձել է, բայց դեռ ամբողջությամբ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Նա տեսնում է Լեայի փլուզված վիճակը, զգում է լարվածությունը, հասկանում, որ ինչ-որ սարսափելի գաղտնիք է բացահայտվել, սակայն նա դեռ չգիտի, որ այդ գաղտնիքը կապված է նաև իր կյանքի հետ։ Եթե Մանանը վերջապես լսի ամբողջ ճշմարտությունը, նրա աշխարհն էլ կարող է փլուզվել։ Նա ստիպված կլինի վերաիմաստավորել ոչ միայն Հունանի, այլ նաև Գրիշոյի հանդեպ իր վերաբերմունքը։ Գրիշոն թերևս ամենահակասական վիճակում գտնվող կերպարներից է։ Նա սիրում է Մանանին, փորձում է պահել ընտանիքը, բայց միևնույն ժամանակ կապված է Հունանի հետ։ Նա գիտեր շատ բան, բայց լռել է, և այդ լռությունը հիմա վերադառնում է որպես մեղադրանք։ Հարցն այն չէ, թե նա մեղավոր է, թե ոչ։ Հարցն այն է, թե արդյոք հնարավոր է պահպանել մարդկանց վստահությունը, եթե տարիներ շարունակ նրանցից թաքցրել են ամենակարևոր ճշմարտությունը։ Հունանն այլևս այն մարդը չէ, որը լիովին վերահսկում է իրավիճակը։ Տարիներ շարունակ նա հավատացել է, որ գաղտնիքը պահելով պաշտպանում է իր ընտանիքը։ Սակայն իրականությունը հակառակն է ցույց տալիս։ Նրա լռությունը ոչ թե փրկել է, այլ քանդել։ Դուստրը կոտրված է, որդու հարաբերությունը լարված, կինը վաղուց կորցրել է նախկին վստահությունը, իսկ մարդիկ, որոնցից նա փորձել է թաքցնել անցյալը, հիմա կանգնած են նրա դիմաց պատասխաններ պահանջելով։ Եվ այս ամենի կենտրոնում մնում է մի հարց. արդյոք ճշմարտությունը վերջապես կասվի ամբողջությամբ, որովհետև այս պատմության հերոսները վաղուց այլևս չեն պայքարում միայն միմյանց դեմ։ Նրանք պայքարում են իրենց հիշողությունների, մեղքի զգացման, սիրո, հիասթափության և ներելու կարողության հետ։ Գոյամարտը հիմա հասել է այն կետին, որտեղ յուրաքանչյուր խոսք կարող է փոխել ճակատագրել։ Լեայի մեկ որոշումը կարող է վերջնականապես բաժանել կամ նորից միավորել մարդկանց։ Լեոյի մեկ քայլը կարող է որոշել նա կընտրի վրեժը, թե սերը։ Մանանի բացահայտումը կարող է ամբողջությամբ փոխել նրա ապագան, իսկ Հունանի հերթական խոստովանությունը կարող է վերջ դնել տարիներով կառուցված լռությանը։
Հենց այս անորոշությունն է պահում հեռուստադիտողին լարվածության մեջ, ոչ ոք այլևս վստահ չէ, թե ով ինչ կանի հաջորդ պահին, բայց մի բան արդեն պարզ է՝ գոյամարտում այլևս ոչինչ նախկինի պես չի լինելու, որովհետև ճշմարտությունը որքան էլ ուշ սկսել է գտնել իր ճանապարհը դեպի բոլոր նրանց կյանքերը, ովքեր տարիներ շարունակ փորձել են փախչել դրանից։ Դե ինչ, ամենահետաքրքիր գաղտնիքները դեռ առջևում են, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ սպասել հաջորդ սերիաներում, իսկ հաջորդ սերիաները լի են լինելու հետաքրքիր բացահայտումներով ու նորություններով։